1831 թվականին մի գերմանացի նկարիչ Ֆրիդրիխ անունով նկարում այս հայտնի նկարը, եւ այստեղ պատկերված է, թե սատանան ինչպես է ծիծաղում մարդու վրա։ Եվ իրականում սիրելիներս, անցնում է երկար տարիներ, մի շախմատից հայտնի մտնում է մի տուն թանգարան, որտեղ այս նկարը պատկերված էր։ Եվ նա երկար կանգնած նայում այս նկարին, եւ աշխատողը մոտիկանում է նրան, ասում է. «Ձեզ դուր եկավ այս նկարը»։ Նա ասում է. «Պարզապես ես զարմանում եմ»։ Ասում է. «Ինչի վրա»։ Ասում է, որ սատանան ճնշումներ է գործադրում մարդու վրա, եւ մարդը մտածում է, որ սա իր վերջն է։ Բայց այստեղ այս ճնշումների ժամանակ մարդը չի նկատում, որ արքան քայլ ունի։ Եվ սիրելիներ, շատ անգամ այս նկարը մեր կյանքին շատ նման է։ Հարձակվում է մեզ վրա խնդիրներ, միգուցե ֆինանսական խնդիրներն են ճնշում մեզ, ծաղրում մեզ, միգուցե հիվանդությունն է ճնշում եւ ծաղրում, միգուցե հարաբերությունների մեջ ինչ-որ մի բան ճնշում է եւ ծաղրում, եւ այդ ճնշման եւ ծաղրանքի մեջ մենք չենք նկատում արքային եւ չենք նկատում, որ արքան մեր կյանքի համար քայլ ունի։ Թանկագիներս, ուզում եմ ձեզ ասել, որ անկախ ամեն ինչից Հիսուսը ունի քո կյանքի համար քայլ եւ պատասխան։ Միգուցե դժվար է քեզ, միգուցե խնդիրներդ են, ֆինանսներն են, առողջությունը եւ հազար տեսակի խնդիրներ կա։ Ես քեզ ուզում եմ ասել, որ այդ դժվարությունների ժամանակ մի պահ կանգնիր, մտիր քո աղոթքի սենյակը եւ ասա. «Հիսուս, ես պայքարեցի, բայց իրականում չեմ կարողանում հաղթել։ Եվ հիմա ես այնքան ունեմ քո քայլի կարիքը»։ Թանկագինս, հավատացեք, Աստված հույսը ամոթով թողող Աստված չի, եւ Տերը կպատասխանի ձեր բոլոր կարիքներին, ձեր բոլոր խնդիրների համար Հիսուսը ունի քայլ։ Իրական Հիսուսը ունի քայլ քո կյանքի բոլոր խնդիրների համար։ Պարզապես մի պահ կանգնիր, նայիր երկինք եւ ասա. «Հիսուս, ես բոլոր քայլերը թողնում եմ, հիմա դու քայլ արա»։ Եվ կտեսնես, որ Տիրոջ կատարած քայլը քո կյանքի համար եւ հաղթանակ է, եւ հրաշք է, եւ օրհնություն է։ Թող Աստված օրհնի քեզ։